Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տեղեկություններ կան, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո այսպես լուրջ խնդիրներ են ունենալու այն տնտեսվարողները, որոնք ինչ-որ ձևով ասոցացվում են իշխանությունների հետ, արդեն խոսում են, որ Պրոշյանի կոնյակի գործարանի կոնյակը այսպես լիցենզիան դադարեցվել է, Ռուսաստանի վերահսկող կազմակերպությունը ծաղիկների թեմաներ, այսինքն Ռուսաստան արտահանվող, այսպես խախտումներ էին գտել եւ այլն։ Դուք ինչ տեղեկություններ ունեք, բիզնեսից այսպես ազդակներ ստանում եք, որ խնդիրներ են ունենալու, այսպես Ռուսաստան արտահանումների հետ կապված եւ այդ դեպքում ինչով կարող եք ուժել Հայաստանը եկամուտների ֆինանսական առումով։ Տեսեք, այս պահին այդպիսի բողոքներ, որպես այդպիսին, որ ստացած լինենք, չունենք, այսինքն գիտենք այնքանով, ինչքանով որ դուք հնչեցեցիք, այսինքն այդ բաց մամուլի տեղեկություններով ինչ որ շրջանառվում է, բայց մի բան ուղղակի հիշեցնեմ, որ այն ինչի մասին որ խոսվում է, դա նոր երևույթ չի, այսինքն մենք պատմության ընթացքում պարբերաբար այդպիսի հարցեր ունենում ենք, նույնը օրինակ անցած տարի եթե կհիշեք, տարբեր ապրանքների հետ կապված որոշակի խնդիրներ էին եղել, եւ դա հատկապես լարսը անցնելուց լինում են հատկապես ֆիտոսանիտարիական հարցեր, օրինակ ինչ որ պահանջների պիտի բավարարեն կոնկրետ ապրանքներ, այդ պահանջները պարբերաբար խստացվում են, պարբերաբար թույլատրվում են, այսինքն ինքը այտենց բնականon գործընթաց է, որը որ ունենում ենք եւ մեր հորդորը մեր հարկվճարողների եւ բիզնեսմեններին նա է, որ հետևեն այդ պահանջներին, որովհետեւ շատ երկու հիմնական խնդիր ենք օրինակ անցած տարի արձանագրել, լինում են դրվագներ, որ այդ ապրանքաքանակները չեն համապատասխանում այդ պահանջներին, լինում են դրվագներ, որ օրինակ ռուսական գործընկերների կողմից հարց է բարձրացվում, թե ինչու օրինակ չի նշվում կամ պատշաճ չի նշվում այն տնտեսվարողը, որին մատակարարվում է տվյալ ապրանքը։ Այս երկու խումբ խնդիրներն են որպես այդպեսին սովորաբար օրակարգում եւ դրանք կառավարելի են։ Մենք նման իրավիճակներում մաքսային մասով հատկապես մենք մեր քննարկումներ ունենում ենք մեր ռուս գործընկերների հետ, բայց քանի որ խնդիրը նշեցի ավելի շատ այդ ֆիտոսանիտարիական տիրույթում է, կարծեմ ճիշտ կլինի նաև համապատասխան ուղղությամբ էլ հարցեր ուղղեք եւ ստանաք պատասխան։ Իրանանք ստանալու առիթ ունեն հայտնի Պրոշյանի կոնյակի գործարանի մասով ինչ։ Ես դրա մասին ճիշտ ասած ձեզից լսեցի նոր, միգուցե այսօր առավոտի սանրաբեռնվածամերը չեմ լսել, մի հատ ինքս կուսումնասիրեմ, հասկանամ ինչի մասին է, ինչ լիցենզիայի դադարեցման մասին է խոսքը։ Պարոն Հակոբյան, ինչ տեղեկություններ ունեք Մեղրիում տեղի ունեցած ինչ-որ արտակարգ դեպքի մասին, մասնավորապես որ այրել են Աշոտ Մանուկյանի պատկանող ավտոմեքենան, նա ըստ հրապարակման մաքսային Մեղրի մաքսակետի սպասարկման եւ հսկողության դաշնի պետի տեղակալն է։ Տեսեք, այդպիսի դեպք եղել է, այսինքն հյուրանոցի բակում, որտեղ որ գործողման ընթացքում բնակվում է տվյալ անձը, եղել է նման դեպք, հաղորդումը ներկայացված է, քննությունը ընթանում է եւ քննության արդյունքներով կպարզվեն դա ինչ որ միտումնավոր այրվել է, թե անսարքության մեքենայի պատճառով է այրվել, այսինքն ես չեմ կարող իմ ասել, թե պատճառը որն է, բայց այս պահին կոնկրետ ինֆորմացիա դեռ չունենք եւ կառաջարկեմ սպասենք, թող անաչառ քննությունը ընթանա եւ հասկանանք, եթե կա միտումնավորություն, համապատասխան մարդիկ թող օրենքի առաջ պատասխան տան ամբողջնց։ Բայց եղել է դեպք եղել է այդպիսի։ Այսինքն դուք ճիշտ հասկացաք, որ դուք բացառում եք որևէ քաղաքական դրդապատճառով աշխարհաքաղաքական, այսպես ասած, հայ գործարարների համար Ռուսաստանի շուկա մտնելու խնդիրներ ստեղծելը, դուք ասացիք, որ միշտ էլ լինում են, բայց այս փուլում եւ հատկապես Փաշինյան-Պուտին այսպես շատ ավելի բաց հրապարակային խոսակցության ֆոնին դուք բացառում եք, որ քաղաքական դրդապատճառներով, ինչպես ասում են, եթե առիթ լինի, գործը կգտնվի այսպես ավելի շատ դժվարություններ ստեղծեն մեր գործը եւ չասացիք թե դա ինչքանով կազդի մեր պետական եկամուտների հավաքագրման եւ ընդհանրապես ֆինանսական հատվածի վրա։ Տեսեք, ձեր թույլտվությամբ ես քաղաքական դրդապատճառների մեջ չեմ մտնի, բայց պարզ է աշխարհում ինչ որ կտրուկ փոփոխություններ կամ էական փոփոխություններ ունենում են որոշակի տարբեր
դրդապատճառներ տվյալ իրավիճակի, տվյալ երկրի վարվող քաղաքականության կողմից։ Հիմա Ռուսաստանի վերահսկող մարմինները, եթե որոշակի հանձնարարական են ստանում կամ իրենք որոշում են, որ ինչ որ ժամանակ պետք է խստացումներ անեն, եւ իմ դրա համար ես հորդորեցի մեր հարկվճարողներին եւ բիզնեսմեններին լինել ուղղակի հետեւող կանոններին, որտեվ այդ հետևելը կանոններին հնարավորություն է տալիս ցանկացած իրավիճակում պետությանը կանգնել իրենց մեջքին, որովհետեւ երբ որ լինում է իրավիճակ, որ հենց բիզնեսմենն է մեղավոր լինում այդ կանոններին չհետևելու առումով, շատ դժվար է լինում մեր մակարդակում օրինակ բանակցել մեր գործընկերների հետ եւ փորձել այդ հարցերին լուծումներ տալ։ Իսկ թե ինչ տեղի կունենա, կախված կլինի, թե ինչ չափի խստացումներ կլինեն, հատկապես վերահսկողության տեսանկյունից։ Այսինքն դրա չափից կախված մենք կարող ենք արդեն գնահատել, հասկանալ ինչ էֆեկտ կլինի, բայց անցած տարվա բանը այդ խնդիրները, որոնք իրենց ծավալով երևի թե բավական մեծ էին, եթե համեմատենք, ասենք, նախորդ տարիների հետ, դրանք իրենց բացասական էֆեկտ ունեցան որոշակի մեր արտահանման ծավալների վրա, հատկապես կոնյակի մասին է խոսք գնում, բայց դուք նկատեցիք, որ տնտեսությունը շատ չտուժեց, այսինքն տնտեսական դինամիկայի վրա իր ազդեցությունը ավելի սահմանափակ եղավ, ինչու, որովհետև ժամանակի ընթացքում եւ Վրաստանի եւ Ռուսաստանի կարողացանք լուծումներ գտնել։ Հիմա դա է ռեժիմը։ Հետևել կանոններին, ոչ օբյեկտիվ իրավիճակներում փորձել կանգնել տնտեսվարողների մեջքին եւ լուծումներ գտնել մեր ռուս գործընկերների հետ։